Երբեմն այստեղ ինձ հանդիպում են, օրինակ երեք մի քանի օքի ինձ հանդիպեցին, ասացին անունը տալիս են որոշ ռեգլամի մասին, որ շատ է հեռարձակվում։ Ես ուզում եմ հիշեցնել, եթե այս մարդիկ իրենց ռեգլամները չտեղադրեն այս հեռուստաալիքի ծրագիրների մեջ եւ այն ծրագիրը ինչ որ ես եմ ձեզ ներկայացնում, եթե իրենց գովազդը չտան ինձ, ես պետք է փակեմ, ուրեմն ծրագիր չեն կունենա։ Հիմա որն է արմար, որ այդ ռեգլամները գովազդել, թե փակել եւ գնալ։ Վստահ եմ, ձեր ցանկությունն է, որ այս ծրագիրը հետևում եք, դրա համար երբ ինձ տեսնում եք փողոցում, ուրիշ տարածքում, միություն եւ այլն, միշտ կողմնակությունն եք հայտնում, որ ծրագիր կա, այս ալիքը ավել որակով ծրագիրները ձեզ ներկայացնում, ուրիշ տեղեր տեսեք ինչ են հեռարձակում, միշտ այդպես գոհունակություն եք հայտնում, առանց ռեգլամների հնարավոր չի։ Եվ դուք նաև գնում եք բիզնես, որևէ բիզնես գնում եք, իրենց առաջարկեք, որ այս ալիքի վրա իրենց գովազդը տան։ Գնում եք, բիզնես եք անում, նպարատուն եք գնում, բժիշկի մոտ եք գնում, քայրոպրակտորի մոտ եք գնում, որտեղ որ գնում եք, իրենց հիշեցրեք, որ դուք նայում եք այս ծրագիրը եւ ձեր ցանկությունն է, որ այս ծրագրի մեջ իրենց գովազդը տեղադրեն։ Իսկ հիմա ես ուզում եմ խոսել Ջեֆրի Էփստին, մեկ բիլիոնատեր էր Նյու Յորքում բնակվող, հաճախ խոսեն եմ մասին, հիմա ինչու այդպես է, որովհետև ամեն օր այս մարդու մասին, որ նախագահ Թրամփի ինգերն էր, մոտարապես մի 14 տարի, երկուսն էլ Նյու Յորքում ապրող են, երկուսը Նյու Յորքում աշտարակ ունեն, երկուսը բիլիոնատեր են, Ջեֆրի Էփստինին տեսնում եք, բայց այս մարդը տարօրինակ հարց է, որ ունի, կղզի ուներ, ցանկությունն էր, որ պատանի աղջիկների հետ հարաբերություն, սեռային հարաբերություն ունենա 14, 15, 16 այդ տարիքներում, եւ մեկ ընկերուհի ուներ, որ հայրը ընկերուհու Անգլիայի ներկայացնի տան անդամներից էր, հանկարծ օվկիանոսում խեղդվեց, անհետացավ, հայրը ամենայն դեպս իր ընկերուհին այդ անգլիացի աղջիկն է, որ հարմարացնում էր այդ փոքր աղջիկների հետ ծանոթանա, բերի որ ինքը սեռային հարաբերություն է, որտեղ մեկ տղամարդ, պատկերացրեք ինքը 40, հետո 50, 60 տարեկան մարդ է, որ դժվար է գնա 14 տարեկանի ամոզի։ Ամենայն դեպս այդ աշխատանքը կատարում էր իրեն համար, իրեն 2008-ին ձերբակալեցին այս անձնավորությանը եւ ասացին չի կարող։ Մի ժամանակ ազատազրկեցին, իհարկե գիշերը մնում էր բանդում, առավոտը գնում էր իր աշխատանքի հետևից։ Հետո նորից 2019-ին էր իրեն ձերբակալեցին նույն հարցի համար, ինքը բանդում ինքնասպան եղավ։ Իսկ ինքը նոթագրություններ ունի, որ հիմա ներկայացնի տան անդամները ցանկությունն է, որ ինչ որ իրեն վերաբերող է բոլոր Department of Justice, արդարադատության նախարարություն ունի, բոլորը բացահայտեն։ Իսկ Թրամփը չի ուզում բացահայտվի այդ տեղեկությունները։ Հիմա նախկինում արդարադատության նախարարուհին կամ նախարարը, որ մի կին է, Փամ Բանդի անունով, նրա ասեն էր, որ ոչինչ չկա մի հետաքրքիր, որ բացահայտենք եւ այսպես էր արտահայտվել։ Հիմա չեն ուզում հիմա բացահայտել եւ նախագահ Թրամփ ասում է, եթե պիտի բացահայտեն, ուրեմն արդարադատության նախարարը, այդ կինը գնա Քլինթոնին նաեւ ինչ որ տեղեկություն կա բացահայտեն, Սամերս անունով նախկին այս երկրի այսպես գանձապահը կամ Department of Treasury նախարարի մասին բացահայտեն եւ այսպես ասում է ուրիշներին շատ արագ բացահայտեն։ Նախագահ հրաման է տալիս եւ այդ արդարադատության նախարարը կամ Attorney General ասել կբացատրեն։ Հիմա խնդրեմը սա է, որ անցյալում այսպես էր, որ նախարարների նախագահը
նշանակում է նախարարին, բայց երբ նշանակում է նա մյուս նախարարների նման չի, որովհետև նա է, որ ով սխալ է անում, դրանց մեջ նաև նախագահը պետք է investigate անեն այդ նախագահի մասին, նախարարի մասին, ուրիշ մարդկանց մասին։ Միշտ արդարադատության նախարարությունը կամ Attorney General-ը դուրս էր մնում նախագահի եւ իր վարչակազմից դուրս էր մնում։ Այդպես էր Նիքսոնի ժամանակ։ Նիքսոնի ժամանակ, երբ որ Watergate-ի հարցերը եղավ, նախագահը յուրահատուկ դատախազ էին նշանակել Archibald Cox անունով, որ այդ White House, այսինքն Watergate-ի Նիքսոնի հարցերը հետևեր։ Նախագահ Նիքսոնը հրաման է տալիս արդարադատության նախարարին, որ այդ investigator-ին դուրս անի աշխատանքից։ Նա ասում է, ես չեմ անելու, որովհետև այս մեր նախարարությունը անկախ հաստատություն է։ Եթե չես հավանում այդ անձին, ես նաև կհրաժարվեմ։ Հետո հրաժարվում է նախարարը այդ ժամանակ 73 թվին հրաժարվում է, չի հանձնվում նախագահի ցանկությանը եւ Էլիոտ Ռիչարդսոն անունով անձնավորությունը երբ հրաժարվում է նախագահը իր տեղակալին ասում է դու հիմա պատասխանատուն ես այս աշխատանքը նա նաև հրաժարվում է այսպես եւ չեն հետևում այս նախագահ Նիքսոնի հրահանգին բայց այս անգամ այս նախարար ինչ որ հիմա ասացի Փամ Բանդին է նախագահ հրաման տալիս անմիջապես այդ գործը կանեն որ չպիտի այսպես լիներ միշտ պետք է մնար անկախ ուրիշ նախարարություն արտգործ նախարարին պաշտպանության նախարարին բոլոր նախարարներին նախագահ ուղղակի իրենց հրամանատարն է իրենց ղեկավարն է պետք է ինչ որ ասում են նրանք լսեն բացի արդարադատության նախարարը կամ Attorney General-ը պետք է չեզոք մնա ընտրուչ, այսինքն նշանակումից հետո։ Հիմա ես այստեղ ուզում եմ ցույց տալ ինչ է կատարվում, տեսնում եք Թրամփն է, որ ասում է, որ տեսնում եք Էփստինի հետ տարիներ ընկեր էր, երկուսը նյույորքցի են, երկուսը մոտարապես համատարիք անձնավորություններ էին, Թրամփը իհարկե մի քանի տարի մեծ էր իրենից, բայց եւ այնպես այստեղ տեսնում եք Հիմա ինքը Թրամփը ասացի արդարադատության նախարարին եւ FBI-ին ասում է որ դուք investigate արեք Ջեֆրի Էփստինի involvement-ը ուրիշների հետ դրանց մեջ Bill Clinton, Larry Summers, որ նախարար էր ելևմտքի նախարարը եւ ուրիշների նրանց մասին էլ տեսեք այդ Ջեֆրի Էփստինը ինչպես է հարաբերությունը ինչ է եղել ֆայլերը բոլորը բացահայտեք ասում է նախագահ Թրամփը տեսնում եք երկու բառ ասում է կանենք այդ աշխատանքը սա Attorney General-ը այդպես անմիջապես հրաման է հետևում է նաև յուրահատուկ սա investigator special counsel նշանակեն են որ գնա ուսումնասիրի բոլոր այս հարցերը ինչ որ տեսնում եք այստեղ department ասում է որ կհետևի այս եւ շտաբ եւ ճիշտ integrity ճիշտ աշխատանք է կատարելու Department of Justice եւ FBI-ը միասնական իրենց հայտարարությունն է որ ասում է բացահայտումները պետք է կատարվի investigation-ը պիտի լինի եւ անաչառ աշխատանքները պիտի կատարվի այս բերումով տեսնում եք սա ներկայացնի տան անդամ է Ռոբերտ Գարսիա որ Long Beach-ի ներկայացնի տան անդամ է ասում է նախագահ Թրամփը փանիկ արել կամ վախեցել է եւ հուսահատ է որ պետք է Ջեֆրի Էփստինի ֆայլերը բացահայտեն, գալիք երեքշաբթի օրը պիտի կատարեն։ Այդտեղ միացել է 4 Republican, միացել են 214 դեմոկրատներին եւ դառնում է 218, այսինքն մեծամասնությունը պահանջում է ներկայացնի տան անդամների,
որ բոլոր բացահայտումները տեղի ունենա, այսպես տեսնում եք։ Ասացի նախագահի հրամանով Քլինթոնին ուզում են ինչ որ տեղեկություններ ունեն բացահայտեն, որ Էփստինի հետ, այստեղ Էփստինին տեսնում եք, ինչ հարաբերություն են ունեցել։ Նախագահ Թրամփը ասում է, որ Քլինթոնը Էփստինի կղզին գնացել է, որտեղ որ երիտասարդ աղջիկներ այդտեղին լինում, իսկ երբ ռեկորդը կա, որ նախագահները իր նախագահության ժամանակ որտեղ է գնացել, ոչ մի այդպես նշան չկա, որտեղից է ասում, չգիտեն։ Larry Summers, ուրեմն նախարար էր, գանձապահներ այս երկրի, գրում է Ջեֆրի Էփստինը Larry Summers-ին անցյալում, ասում է ես հանդիպել եմ վատ մարդկանց հանդիպել եմ, ոչ ոք այդքան վատ մարդ չի եղել, ուրեմն նախարարին է գրել, սա 2017 թվին, իհարկե այդ ժամանակ Larry Summers նախարարը չէր իհարկե, բայց որ ճանաչված անձնավորություն էր, ոչ մեկ այդքան վատ չեն եղել, ինչ Թրամփը, այսպես ուրեմն գրում է ինքը Ջեֆրի Էփստինը այդ ժամանակ Թրամփի հետ հարաբերությունը խզված էր իհարկե եւ պետք է իրեն այսինքն կործանեմ ասեներ Ջեֆրի Էփստինը այստեղ FBI-ի ղեկավարն է որ նախագահ Թրամփի նշանակածն է նախապես ասում էր այս ֆայլերը Էփստինի պետք է բոլորը բացահայտեն իսկ հիմա ինքը FBI-ի ղեկավարն է եւ ասում են այս ֆայլերը բացահայտեք եւ հիմա ինքը չի բացահայտում այդ մասին այսպես տեսնում եք մի անձնավորությունը նախապես ցանկություն ուներ բացահայտեն հիմա դարձել է FBI ղեկավար չի ուզում բացահայտել այստեղ տեսնում եք մեղադրում է նա այս կնոջը ինչ որ տեսնում եք Marjorie Taylor Greene սա Republican է ներկայացնի տան անդամ շատ մոտիկ է եղել Թրամփին ոչ ոք իր նման չի հովանավորել Թրամփին այդ տարիներում անգամ տեխնացու էր այս Marjorie Taylor Greene-ը միացել է որ այդ ֆայլերը բացահայտեն հիմա հարաբերություն Թրամփը բարկացել է իր վրա ասում է անընդհատ զանգում էր ուզում է ինձ հետ խոսի ես պետք է 200-ից ավել ներկայացնի տան անդամների նման Republican անդամների հետ խոսեմ ինչպես ինքն է ես պետք է սենատորների հետ խոսեմ Republican ժամանակ չունեմ որ անընդհատ իր հետ խոսեմ եւ հիմա իր դեմ ասում է ես Ջորջիայում երբ որ հաջորդ տարի ընտրություն է տեղի ունենալու ես իր դեմ աշխատանք եմ տանելու Սա միշտ քննադատել է հрьяաներին, Գազայի վերաբերյալ քննադատում էր եւ Republican միայնակն էր այս կինը ինքը Republican ասում էր որ Գազայում կամ Գազայում ցեղասպանություն է տեղի ունենում։ Գիտեք Republican-ները եւ ներկայացնի տան անդամներ, սենատորներ բոլորը լուր են, Իսրայելի ինչ որ ցանկություններ կատարում էր եւ Ամերիկան մանավանդ Թրամփի օրոք հիմա բիլիոնավոր դոլար զենք են հատկացնում Իսրայելին։ Ամենայնտեպս այս կնոջ հետ նաև հիմա հակադրված է Թրամփը։ Patricia Wexler, տեսնում եք Chase Bank այսինքն Chase Bank-ը նաև այդ Ջեֆրի Էփստինին հաճախ մեծահարուստ էր, երբ պարտք էր վերցնում այսպես շենքեր կներ իրեն պարտք էին տալիս եւ հիմա ասում է JP Morgan Bank որ ամենաամերիկայի մեծ բանկն է ասում է տխուր է որ այդ Ջեֆրի Էփստինի հետ այսպես բիզնեսային հարաբերություն են ունեցել ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից թերիֆի մասին հարկ ինչ որ պահանջում է ինչ որ գալիս է այս երկիրը հարկ է պահանջում նախագահ Թրամփը դրան անդրադառնամ եւ տեսնեք որ Հիմա նախագահը ինչով մտահոգված է այդ բերումով այդ նյութը ցես բացատրեմ ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում ծրագիրը գտնվում է Burbank քաղաքում Allen փողոցի վրա է գտնվում Burbank Adult School-ը սա չափազների համար է բժշկական խնամք տանելու տեսնում եք նրսի օգնական լինել եւ այլն
Կոմպյուտեր չգիտեք, կարող եք սովորեք։ Գիտեք, ուզում եք ավել մասնագիտացված սովորեք։ Եվ ուրիշ դասավանդումները տեղի ունենում այդտեղ Burbank Adult School-ում։ Անվճար է, եւ երբ դուք ավարտեք, Կալիֆոռնիայի ավարտական են ձեզ տալու, որ լրիվ այս նահանգում որտեղ որ ներկայացնեք, ընդունված վկայական է դա, որևէ պարապմունք որ անցածրել եք, զանգահարեք կամ ավելի լավ կլինի այցելեք Burbank Adult School Allen փողոց վրա։ Central Avenue Pharmacy-ով անավորում է ծրագիրը, այստեղ տեսնում եք երկուսը դոկտոր Էվերդուսը տեղագործեր են, իրենց կենտրոն գտնում է Կալիֆոռնիա փողոցի վրա, 35 տարի է, որ այս Գլենդելում աշխատում է դոկտորը, եւ իրենց նոր կենտրոնը տեղատունը բաց են անում Sunland քաղաքում, որ պիտի ծառայի Sunland, Թահանգա, Սիլմար, Սիմի Վալի բոլոր այդ տարածքները կծառայի։ Հետո այդ ժամանակ առիթ կունենաք, եթե այդ տարածքում ապրում եք, գնաք վերցնեք ձեր տեղերը կամ պատվիրեք ձեր տանը բերեն։ Մարգանյա փաստաբանական գրասենյակն ովանավորում ծրագիրը, եթե դուք վարձակալ եք, վարձել մի բնակարան Կալիֆոռնիայում, եթե ձեր բնակարանը մաքուր չի, միջատ կա, մրջուն կա, պահարանը բացում եք, տեսնում եք միջատները գնում գալիս է, մուկ կա տան մեջ, ձեզ պիտի հատուցում տան։ Այդ դուք ոչինչ չեք վճարում, մինչև եթե ինքը հաջողի գումարը վերցնի, հետո փաստաբանին վճարում եք։ Եթե այդպես վիճակ է, որովհետև վարձակալը, երբ բնակարան է վարձում, բնակարանի այդ ապարտմանի տերը, տան տերը պետք է այդ բնակարանը մաքուր եւ բնակելի դարձնի իր վարձակալի համար։ Եթե այդպես չի, զանգահարեք այս հեռախոսի համարին։ Orange Shipping-ն է ովանավորում ծրագիրը։ Orange Shipping գտնվում է, այստեղ տեսնում եք Sherman Way, North Hollywood-ում է գտնվում։ Եթե մի ծանրոց իրենց հանձնեք, երկրորդ ծանրոցը կես գին եք վճարելու, որևէ չափը լինի, տարբերություն չունի։ Մեկը վճարում եք, երկրորդը կես գին կվերադառնա։ Նախագահ Թրամփը 2024-ին խոստանում էր, որ ընտրվի կիները ամենը իջնելու է մանավանդ այս մթերային հարցերը, որ շատ հանգանում էր, իջնելու է։ Երբ ընտրվեց եւ մինչեւ այս վերջերս ասում էր, որ իր նստաշրջանի ժամանակ այս ինչ որ մթերք գնում եք խանութներից, ուրեմն գինը իջել է, այդպես էր ասում, քանի որ այդպես չէր։ Վերջը ինքը անդրադարձավ, որ շատ է թանկացել։ Հիմա բացի որ ամեն ինչ թանկանում է, նախագահ, որովհետև ինչ որ դրսից գալիս է, հարկ է պահանջում։ Այդ հարկը, երբ որ մեկը պատկերացրեք Հնդկաստանից մի բան բերում են այս երկրի, եթե այդ հարկը վճարում են, եթե $10 է, այդ վաճառականը ինչ որ մի բան բերելն է, եթե հարկ են պահանջում 15% կամ 20%, ուրեմն եթե $10 է, դառնում է $12, տալիս է խանութապանին, ուրեմն $2 ավել թանկ է տալիս, խանութապանը նաև իր շահը բարձրացնում է, հանրությանը վաճառում է, ուրեմն այսպիսով տեսնում եք գիները շատ բարձրացել են, իսկ անընդհատ ինքը պնդում էր նախագահ, որ ամեն ինչ իջել է, հետո իրեն բացատրեցին, որ ոչ թե չի էժանացել, շատ խիստ թանկացել է ամեն ինչը, որովհետև եթե առևտրականը պետք է հարկ վճարի, բնականաբար այդ հարկը անցնում է գնողին։ Կառավարության համար լավ է լինում, հարկ է հավաքում, բայց հանրության համար շատ վնասակար է լինում։ Դա ինչ որ ես հիմա ուզեմ ցույց տալ, նախագահը ասաց, որ որոշ, տեսնում եք, օրինակ սուրճը, կաֆի, թեյը, bananas, տեսնում եք, oranges, եւ լոլիկը, tomatoes եւ միսը, որ միսը շատ հիմա քիչ հետո կտեսնեք, միսը շատ թանկացել է, որովհետեւ այստեղ ներմուծում են դրսից, այստեղ տեսնում եք սուրճը տեսակ եւ մթերքը բանանա հարավից է գալիս, ուրիշ
ամեն ինչ թանկացել էր եւ մի տարօրինակ ձև թանկացել էր բոլորը բողոքում էին այստեղ տեսնում եք grocery prices կարող 1%-ով առնվազն ավելացել է հիմա յուրահատուկ տարբեր ուզում եմ ձեզ ցույց տալ տեսնեք 13%-ով աղած միսը ground beef 13%-ով թանկացել է եղավ հակառակ այն ինչ որ նախագահը խոստացել է որ գինը պիտի իջնի հետո 17%-ով օրենջուսը թանկացել է որ այստեղ օրենջուս երեխաներին եւ նաեւ միսը ինչ որ գնում եք միսը ավել շատ թանկացել է 20%-ից ավել թանկացել է հիմա ես հիմա պիտի խոսեմ նաեւ մեկ քոչի մասին որ Կալիֆոռնիայում Օքլենդ մեր հյուսիսում քաղաքում շատ ճանաչված ամերիկյան ֆուտբոլի քոչ է 45 տարի այդ աշխատանքը կատարել էր շատ սիրված անձ էր այնքան որ իր կյանքին վերաբերյալ Netflix սերիալը ինսարկել ու ցույց են տալիս հիմա եթե հայտնի էր լրիվ ամերիկայով մեկ ճանաչված անձնավորություն էր եւ ասում են շատ բարի էր ով գալիս էր հանդիպում էր եթե խորհուրդ պետք ուներ այս մարզիկները եւ այլն ամենայն դեպս այդտեղ որտեղ որ ինքը դասավանդում էր մեկ երիտասարդ գալիս է իրեն հետ խոսելու որտեղ երբ գալիս է ուրեմն ատրճանակ անում է բոլորը ատրճանակ ունեն բոլորը բարգացած են կրակում է իր վրա ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել այդ քոչին այստեղ տեսնում եք ֆուտբոլի քոչ է հաճախ հաջողություններ էր ունենում շատ սիրված էր այս քոչը ամերիկյան ֆուտբոլի քոչը տեսնում եք այստեղ եւ գրակողը իհարկե Cedric Irving Jr. անունով է քոչը John Beam անունով քոչն է որ այստեղ տեսնում եք մի օր առաջ իրեն սպանության մահանում է իհարկե կրակում են իր վրա մահանում է մի օր առաջը մտահոգություն է հայտնում որ իր կյանքը իր safety-ին վտանգված է տեսնում բայց ոչինչ չի անում այդ վերաբերյալ ամենայն դեպս հիմա պետք է դեռ պատճառը որ եկել է կրակեն է իր վրա սա տեսնում եք Netflix-ի ֆիլմը այս Cedric Irving Jr. 27 տարեկանն է որ նույն դպրոցում եղել, բայց իր աշակերտ ուղակի չի եղել, բայց ամենին հանդիպում էր, որևէ անձ ցանկություններ հանդիպելու, ինքը նաև քոլեջում ցանկություն հանդիպելու, իրեն հանդիպել էր եւ այդ ժամանակ անձը կրակում է իր վրա, այստեղ տեսնում եք հաճախ հարգված անձնավորություններ հիմա ինչ ասացի բոլոր բարկացած են եթե բարկացած են եւ ատրճանակ էլ էշտությամբ կարող են ձեռք բերել Տեր Կալիֆոռնիան ավել դժվար է ատրճանակը ձեռք բերել քան թե ուրիշ նահանգներ բայց հաճախ այս դեպքերը անխուսափելի են դառնում այստեղ ես հիմա ուզում եմ խոսել Վենեսուելայի մասին խոսել որ նախագահ հրաման է տվել ամենախոշոր ռազմանավ որ Ամերիկան ունի Ջերալդ Ֆորդ նավն է, ռազմանավն է եւ նաեւ 3 փոքրիկ ռազմանավեր, որ դեպի ուղված են դեպի այնտեղ։ Նախապես 10,000 զինվորականներ Վենեսուելայի սահմանում էին եւ այս նավը նաեւ միացել է 15,000-ից ավել օվկիանոսում Վենեսուելայի մոտ այս զինվորականները ամերիկացի այնտեղ են եւ երբ ժողովրդին իհարկե այս մասին հարցրել են որ արդյոք իրենք համաձայն են ինչ որ Թրամփը կատարում է 29%-ով ընդամենը հովանավորում են այդ աշխատանք որ նախագահ գնա այնտեղ եւ նոր պատերազմը սկսվի նախագահի ցանկությունն է որ Մադերո որ Վենեսուելայի նախագահն է իրեն աշխատանքից անի որտեղ Մադերոն եւ իրենից առաջ Շավեզը որ նախագահն էր Վենեսուելայի ասում էին մենք չենք ուզում մեր նավթը ծրի տալ եւ
ամերիկան չի կարող երկիրը հարավային Ամերիկա, միջին Ամերիկայի ղեկը իր ձեռքում լինի։ Վենեսուելան 300 միլիարդ կամ բիլիոն տակար նավթ ունի իր այսպես երկրում, այդքան որևէ երկիր այդքան պաշար չունի։ Գիտեք Ռուսաստան այդ հսկա երկիրը կամ Իրանը, որ եւ ուրիշ երկրներ այդպես պաշար չունի նավթի, ինչ որ Վենեսուելան ունի, եւ մինչ հիմա 20 անգամ ռմբակոծել են այն նավակները, ինչ որ հեռանում են Վենեսուելայից, այդ ցգնորսների նավակներ, փոքրիկ նավակներ, 20 փոքրիկ նավակ ռմբակոծել են, 80 հոգի մահացել են։ Հիմա մտահոգությունը ներկայացնի տան, դրանց մեջ նաև հենց ռիփաբլիկանները անընդհատ հիշեցնում են, չեն բարձրաձայնում, բայց հիշեցնում են, որ մի երկիր, եթե չի կարելի գնալ օվկիանոսում, ասել, որ սրանք տերորիստներ են ու ռմբակոծել, սպանել մարդկանց, առանց տեղյակ լինելու։ Այս երկրի օրենքը ասում է, որևէ մարդու կարելի է կախաղան բարձրացնել կամ սպանել, նախ դատարան պիտի տանեն անձին եւ փաստվի, որ մեղավոր է։ Այս նավակի մեջի անձնավորությունը գնում է այդտեղ Վենեսուելայից հեռանում է ռմբակոծել, սպանել, որ գնում են ցգնորսներ են, մեծ մասը հիմա կարող է դրագ նաև տանեն, բայց Վենեսուելան ամենախոշոր դրագի կենտրոնը չի, Կոլոմբիա, ուրիշ երկրներ ավելի շատ դրագի հարց ունեն եւ ամենամեծը ֆենթանոլ, որ տարեկան 100,000 մարդ մոտարապես մահանում է այս երկրում ֆենթանոլից, լրիվ Մեքսիկոից է գալիս։ Այսինքն Մեքսիկոն ավելի շատ դրագ է ղրկում այստեղ, որ մեր հարևանությանն է, քան թե Վենեսուելան կամ ուրիշ հարավային Ամերիկայի երկրները։ Հիմա հստակ չի այս ուժի ցուցադրությունը կամ ցուցադրումը, որ տեղի ունենում այսքան ռազմանավ տանել, օդանավներ տանել, այդ ռազմանավերի վրա 100-ից ավել ռազմօդանավ գոյություն ունի, մեծ ծախսի հարց է, ինչ որ սահմանում է եւ ինչ որ ասացի օրենսդիր մարմինները հարցական են ասում, որ արդյոք սա օրինական է, ինչ որ նախագահը կատարում է, որովհետև եթե մի երկրի հետ պատերազմ պիտի հայտարարել, տեսնում եք այդ նավակներն են, որ ռմբակոծվում են, երկրի հետ պատերազմ պիտի հայտարարել, ներկայացնի տուն սենեթն է, օրենսդիր մարմինն է, որ հայտարարում է, ոչ թե նախագահը, եւ այսպես տեսնում եք քննադատում են նախագահին, որ այդպես պատերազմ է սկսում մեկ ուրիշ երկրի հետ։ Իհարկե նախագահ Թրամփը ասել է, որ զորք չի իջեցնելու Վենեսուելա, բայց հույս ունի այսպես դիմադիրները բարձրանան եւ տապալեն Վենեսուելայի կառավարությունը։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, մեկ 11 տարեկան երեխայի, որ դժբախտությունը իրեն պատահում, խոսեմ այդ մասին, ծրագիրը հովանավորում է Շահին Թուր հովանավորում է ծրագիրը։ Եթե cruise-ն կազմակերպել Մեքսիկո, դեպի Մեքսիկո, 8 օր 7 գիշեր ընդամենը $790 է, սա ամեն ինչ ներառված է այս $790 մեջ, այսպես ցածրագին cruise չեք կարող գտնել եւ հաճախ իրենց հաճախորդները իրենց գոհունակությունն են հայտնում այն cruise-ները, որ իրենք կազմակերպում են, այս հեռախոսահամարին զանգ արեք։ Դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան ատամնաբույժներն են հովանավորում ծրագիրը, որը հարց ունեք ատամների հետ, լինդի հետ, զանգ արեք այս հեռախոսահամարին եւ իրենց հետ խորհրդակցեք, ժամադրություն վերցրեք։ Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում Բրբանկում, բայց անմիջապես Գլենդելի հարևանությանը։ Ծրագիրը հովանավորում է նաև Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը։ 3 սրահներ ունեն, 300, 150 եւ 120 եւ ամեն օր ճաշ են առաջարկում 10 հոգու համար, բայց 12 հոգի կարող են ուտել եւ ավելի անձիկ կարող են ուտել, փորձեք։ Իսկ նաև Thanksgiving-ի առիթով
հնդկահավ կարող եք ավելացնել այդ ճաշը ինչ որ 10-ից 12 հոգու համար առաջարկում են $100 ավելանում է ամենացածր գինն է որ այդ բոլորը կարող եք ունենալ մեկ անգամ փորձեք չտեսնված է իր որակով եւ իր քանակով կվերադառնամ Դուք բոլորը Լաս Վեգաս գնացել եք Հենդերսոն Լաս Վեգասում քաղաք է փոքր այնտեղ երկու հոգի մեքենայում եթե հաճախ խնդրեմ է լինում մեքենաների մեկը կտրում է կամ բրեքի անում մյուսը բոլորը պարկացած են պարկանում է ամենայն դեպս մի 23 տարեկան մի մեքենայի մեջ է մյուսի մեջ հայրը եւ իր 11 տարեկան տղայի հետ մյուս մեքենայի մեջ են այս վարորդները իրար կտրում գնում ֆրիվեյի մեջ նաեւ այն 23 տարեկանը իր ատրճանակը անում է կրակում է եւ դիպչում է 11 տարեկան երեխային որ հետևում նստած է լինում ու մահանում է այդ երեխան եւ այստեղ տեսնում եք եւ իրեն ձերբակալում են հետո վարորդին այդ 23 տարեկանին տեսնում եք այստեղ Լաս Վեգասի ճանապարհն եք տեսնում 215 freeway-ը որ այդ հայրը եւ ուրիշ վարորդ այսպես իրար կտրում են մեկը մյուսից առաջն է գալիս բրեյք անում եւ այլն եւ այստեղ տեսնում եք երկուսը դուրս են գալիս մեքենայից 23 տարեկան ատրճանակը անում է կրակում է ու այդ 11 տարեկան երեխան զոհն է դառնում այս վիճաբանության եւ բարեբախտաբար այդ ոչրագործին կարողանում են ձերբակալեն քան նախքան հեռանա այդտեղից ես ուզում եմ հիմա խոսել նաեւ electric bills էլեկտրականության կամ հոսանքի գնի մասին խոսեմ ամերիկան ձեզ ցույց տամ տեսեք որտեղ ամենաթանկը հիմա այստեղ եթե մեծացնեք կտեսնեք ինչ որ գույնը մուքանում է այսինքն ավել թանկանում է եթե այստեղ տեսնեք որտեղ որ այսպես կապույտ տեսնում եք այսինքն էլեկտրականության գինը իջել է այս տարածքներում գինը իջել է ինչ որ տեսնում եք մուք է այստեղ ավել շատ գինի իջել է այս նահանգներում ինչ որ այստեղ տեսնում եք այս 4 նահանգը շատ է իջել գինը այս կապույտները ինչ որ տեսնում եք մինչև այստեղ նայեք արևելյան նահանգների մասերում էլեկտրականության կամ հոսանքի գինը ոչ թե չի բարձրացել այլ մի քիչ էլ իջել հիմա տեղինները նրանք են այսպես որ տեսնում եք որ մինչև 10% թանկացել է, որ ամեն ինչ թանկացել երևի նորմալ է Թեքսասում օրինակ կամ մեր հյուսիսում Վաշինգտոն նահանգը, Օրեգոն նահանգը, այստեղ տեսնում եք ուրիշ Փենսիլվանիա եւ այլն։ Իսկ երբ որ օրենջը ինչ մուքանում է ավել թանկ է, որևէ տեղ տեսնում եք ամենաթանկացել է մեր շրջապատում, որտեղ 34%-ով Կալիֆոռնիայում բարձրացել է գիները Կլենդելում ավել է բարձրացել այդ համեմատ 2018-ը մինչև սեպտեմբեր 2018-ից մինչև 2019 թվի այդ ժամանակ եւ համեմատենք եթե 6 տարի առաջ 2024-ից մինչև 2025-ի տարբերությունն է ինչ որ ինչքան է թանկացել դա է ինչ որ խոսում եմ ամենաթանկը մեր մոտ է շատացել Մեյն նահանգը այստեղ տեսնում եք 23%-ով թանկացել է այստեղ Նյու Յորք եւ այդտեղ մոտարապես 20% է թանկացել տեղինները ասացի մինչև 10% են թանկացել մնացածը իջել է էլեկտրականության գինը իջել է օրինակ Ալասկայում իջել է եւ դրա համար է որ ոմանք մեծ բողոք ունեն այն նահանգներում, որ էլեկտրականության գինը այսպես բարձրացել է։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ նաև Կալիֆոռնիայում, որ բիզնեսներ ինչ որ փակվում են։ Միշտ գիտեք, նոր բիզնես է բացվում, նաև մյուս բիզնեսները փակվում են։ Այստեղ ես ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնում եք հիմա այս ինչ որ այս
տարի սկզբից հունվարից այնտեղ տեսնում եք մինչև նոյեմբեր 2024-ին եւ 2025-ը եւ թե համեմատում ենք 2024-ին ասացի միշտ բիզնեսը փակվում այս երկրում անխուսափելի է 108,000 բիզնես փակվելեր 2024 թվին այս տարի 110,000 բիզնեսը փակվել ուրեմն այստեղ տեսնում ենք 1262 առավել բիզնես այս տարի փակվել է համեմատ անցյալ տարվա որ ավել դժվարացել այսինքն ինչ որ թանգանում է միայն չի որ այդ բիզնեսմենը նաև եթե շատ թանկ է մարդիկ ավել քիչ են գնում կատարում եւ դրա համար չեն կարողանում բիզնեսը շարունակել ու փակվում է ես ուզում եմ հիմա խոսել նաև ցույցերի մասին պիտի խոսեմ այս ցույցերը ինչ որ տեղի ունենում բողոքի ցույցերը այս երկրում տեղի ունենում եւ որ գնում են գիտեք Department of Homeland Security գնում է անօրինականների ձերբակալի եւ այսպես մարդիկ դուրս են գալիս բողոքելու տեսնում եք ոստիկանների հետ է որ տեսնում եք ձերբակալելիս խնդիրներ լինում օրինակ Շիկագոյում է սա ICE կամ immigration-ի օֆիցերները եկել են հետո սիված են լինում ոստիկանները նաև օգնեն այդտեղ 20 հոգի ձերբակալեն են 4 ոստիկաններ վիրավորվում են այդտեղ ընդհանուր այս վերջին ժամանակ 230 հոգու ձերբակալել են որպեսզի հետո երկրից վտարեն իհարկե այսպես տեսնում եք ես հիմա պիտի շարունակեմ այս նույն հարցը հիմա տատ է բացվել մի խումբ փաստաբաններ տատ են բացարել Department of Homeland Security-ի դեմ որ ուր որ ձերբակալում են ինչ որ ասացի ձեզ ձերբակալում են տանում են պահում են մինչև իրենց վիճակը հստակացնեն հետո երկրից վտարելու համար այդ բանդերում ինչ որ DHS-ի immigration-ի բանդերում որ պահում են ասում են իրենց հետ լավ չեն վերաբերվում օրինակ federal government-ը որ բարեփոխումներ մտցնի judge-ը ընդունել է տեսնում եք այստեղ Gettleman անունով մեկ judge է որ ընդունել է որ դաժան է այդ բանդերում իրենց հետ դաժան են վերաբերվում հիմա ինչ հարցով են դաժան վերաբերվում ուզում եմ դա ցույց տալ որ ուտելիքը բավարար ուտելիք չեն հասցնում տեսնում եք Department of Homeland Security-ին որը պատասխանատուն է այս անօրինականների եւ իմիգրանտների հարցով զբաղվում է ասում է որ բողոքը իհարկե դա էր որ բավարար ուտելիք չեն տալիս անձը երբ որ տանում են այդտեղ երկար ժամանակ քաղցած է մնում անձը հագուստ չունի եւ բժշկական սրանք կարող է տեղորայքի կարիք ունեն նորմալ ժամանակ տեղ են վերցնում տարբեր կամ հիվանդության կամ ուրիշ խնդիրների այդ տեղերը իրեն չեն հասցնում բողոքը սա է իսկ Homeland Security-ն ասում է բոլորը դրանք մենք բավարար չափով իրենց տալիս ենք այսինքն բողոքը անտեղի է այստեղ տեսնում եք այդ որտեվ նրանց որ ձերբակալում են ոմանք չափահասներ են երիտասարդ են 20 տարեկան կարող է 50-60 տարեկան են որտեղ մարդիկ կան անօրինական եկել են այս երկրում ապրում են 30 տարի է 40 տարի է ապրում են եւ իրենք չեն զգում որ կարիքը կա գնան այս process-ներից անցնեն հիմա մարդիկ էլ կա նոր են եկել բայց կան կզարմանաք իսպանախոսների մոտ շատ մարդ կա որ երկար տարի այստեղ ապրում է բայց երբեք չի դիմել immigration-ի office-ին երբ այն ժամանակ շատ հեշտ էր չի դիմել կարծեն որ շարունակում է կյանքը տեղի ունենում չեն գնացել
իսկ հիմա նրանց նաև ձերբակալում են երկրից անելու համար։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ Տաթարից Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է Քամրան Յադիդի փաստաբանն է հովանավորում ծրագիրը 25 տարի աշխատում է, եթե accident ունենաք, անպայման զանգահարեք այս հեռախոսը համարին։ Եթե Uber-ով եք գնում, Uber-ի մեջ եք եղել, լիֆտի մեջ եք եղել, այդպես accident արել, ձեզ պետք է վճարեն ձեր վնասները, ինչ որ կրերն եք վճարեն, բժշկական խնամքի ծախսերը վճարեն, զանգահարեք այս հեռախոսը համարին։ Ծրագիրը հովանավորում է Երևան Post հովանավորում է ծրագիրը։ Տեսնում եք այստեղ իրենք շուտով աշխատանքը սկսելու են Granada Hills-ում։ Եթե դուք Granada Hills եւ շրջակա քաղաքներում եք բնակվում, անպայման մի քանի օր հետո կսկսի աշխատանքը Երևան Post-ի, կարող եք իրենց հետո զանգահարել, որ ես հեռախոսը ձեզ կտամ, երբ որ բիզնեսը սկսի աշխատանք։ Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Primate Pharmacy ձեզ է առաջարկում, որ ձեր տեղերը բերեն ձեր տանը հասցնեն իրենք, կամ դուք գնացեք իրենց տեղատունը Glenox եւ Highland փողոցի հատման կետում է հեռախոս շատ հեշտ է 818 16 000 777 հեռախոսը համարն է։ Ծրագիրը հովանավորում է նաեւ Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Այստեղ Չոփորյաններին տեսնում եք 3 փաստաբաններ են, Հակոբ Չոփորյան 30 տարից ավել այստեղ աշխատում է, որ ավտովթար եթե ունենաք, ձեր մտահոգությունները հանձնեք իրենց, զանգահարելով 818 244 47 47 կվերադառնա։ Ռուսաստանը ռմբակոծում է Կիևը եւ մեղադրում է Ռուսաստանը Անգլիային, որ ցանկություն ունի այդպիսով պատերազմը երկարատևելով Ռուսաստանին ավել տկար դարձնելու։ Ամենայն դեպս Կիևի ռմբակոծման ժամանակ 6 հոգի սպանվել են, 19 հոգի վիրավորվել են եւ հաճախ infrastructure ենթակառուցային սիստեմն է ինչ որ ռմբակոծում են, ու էլեկտրակայաններ, այդպես որ ես այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ մեծ թվով ասացի վիրավորներ կան եւ մահացու 6 հոգի մահացել են 34 հոգի վիրավորվել են այստեղ տեսնում եք այդ ռմբակոծումները ինչ որ տեղ ունեն ես եմ շարունակել հիմա նաեւ խոսել մեկ անձնավորություն Miami Beach Ֆլորիդայում գնացել է եւ եթե պարկում են, չէ, ավազների վրա մարդիկ սեր ունեն ավազի վրա պարկել։ Սա պոլիսի մեքենան է ու ինչ որ տեսնում եք, երկու ոստիկանները մեջն են, այսինքն բիչի ոստիկաններն են, վրայից անցնում են։ Եթե այդտեղ տեսնում եք երկու ոստիկանները շտաբ գալիս են։ Սա մի տարի առաջ էր պատահել, բայց այս վիդեոն չէին բացահայտում, ժամանակ խոսել էի մեկի վրայից գնացել են, բայց վիդեոն չէին տալիս։ Իրեն հիվանդանոց են տանում անձնավորությանը, բայց բարեբախտաբար գիտեք ավազի լավություն հետո որ վրայից անցել է ավազը, այսպես սեղմվել է, վնաս չէ, եթե լիներ ասֆալտ լիներ, բետոն լիներ, կարող եք պատկերացնել արդյունքը ինչ էր լինելու։ Ես ուզում եմ խոսել նաև հարավային Լոս Անջելեսում, եթե տեսանյութը այստեղ ցուցադրեն, մեկ անձնավորություն շղթան վերցնում է, գնում է, սկսում է South Los Angeles, մարդկանց սպառնում է, ծեծում է, այսպես ոստիկանը գալիս է ու կրակում է անձի վրա եւ սպանում են այդ անձնավորությանը։ Եթե մեծ շղթա վերցնեք ու գնալ հարվածել մարդկանց, արդյունքը շատ դաժան է լինելու, ամենայն դեպս ինքը զոհն է գնում այդ իր սխալ աշխատանքի։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ Տաթարից անձրևների մասին խոսել ամենադժվար կացությունը, իհարկե որտեղ որ ապրում եք, այստեղ
Կալիֆոռնիայում անձրևները տեղի ունենում, բայց այն տարածքը Pacific Palisade, որ հրդեհ էր տեղի ունեցել, երբ անձրև է գալիս դժվարացություն է եւ Ալթադինայում դրան անդրադառնամ, իսկ ծրագիրը հովանավորում է Սիավաշ Շամս կամ այդ երկիչն է, պարսիկ երկիչն է, որ լինելու է Dolby Theatre-ում է լինելու, սա հեռախոսահամարն է եւ Ticket Master-ից կարող եք ձեր տոմսակը վերցնել, սա տեղի ունենալու շաբաթ նոյեմբերի 29-ին։ Շաբաթ նոյեմբերի 29-ին երկար ժամանակ է ասացին, որ չի երկել այս ելույթ ունեցել հանրության առջև, ամենայն դեպս եթե նրանք որ իրենց սիրահարներն են կարող են զանգարեն իրենց տեղերը ապահովեն։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը։ Եթե ալերգի կամ ասմա այդ ձեզ նեղացնում է, դժվարացության մեջ է տնում զանգարեք ժամադրություն վերջեք այս մասնակետի, 30 տարից ավել է, որ այդ աշխատանքով է զբաղվում։ Ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ձեզ է առաջարկում $100 ղրգեք $1 եք վճարում, $1 եք, $500 ղրգեք $5 կվճարեք, իսկ ծանրոցը օթանավով, նավի միջոցով նաև կարող եք իրենց հանձնել ձեր ծանրոցը, բայց օթանավի միջոցով ընդամենը $2.99 մի փանդն է, որ կարող եք գրկել ձեր ծանրոցը Հայաստան։ Երկու կենտրոն ունի, Lancashire փողոց North Hollywood, Glendale-ում, East Palmer եւ Adams փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն գտնվում է Pasadena քաղաքում, բայց Glendale-ի հարևանության է, երկու հարկի մեջ 600 դաշնամուր կա։ Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է Hollywood Piano-ն եւ ամենահինը 1928 թվականից աշխատում է։ Որևէ երկիր, որևէ տեսակ դաշնամուր է արտադրում իրենք ունեն։ Ծրագիրը հովանավորում է նաեւ դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Աչքի վիրահատող բժիշկ է, եթե որևէ հարց ունեք աչքի հետ, ագնոցների կարիք ունեք, ջուր է հոսում աչքից, ուրիշ խնդիրներ ունեք, զանգարեք ժամադրություն վերցրեք։ Glendale-ում Jackson եւ Colorado փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում, բայց 7 ուրիշ տարածքներ նաեւ իր աշխատանք կատարում այնտեղ Orange County-ում նաեւ կենտրոն ունի կվերադառնա։ Ուրբաթ օր անձրևներ տեղի ունեցավ մանավանդ հարավային Կալիֆոռնիան, թեև հյուսային Կալիֆոռնիան արդեն սկսել էր եւ շարունակվելու է մասամբ մինչեւ չորեքշաբթի հիմա փոփոխական է, ամենայն դեպս ամեն օր անձրև է տեղի ունենալու։ Իսկ այնտեղ որ ամենավտանգավորն է Pacific Palisade, որ հրդեհվեն էր, ուրեմն այս անձրևները հողաշերտը իր իջեցնում է, հողաշերտի կանգնեցնել կամ կասեցնել հողաշերտը հնարավոր չի, եթե ջուրը մտնում է ներքև, կապված որտեղից թուլացնելու է, մանավանդ երբ որ խոտ կա, ծառեր կան, այսպես տոքում է այդ հողաշերտը թույլ չտալու գնալու կամ փլվելու տարածքները, բայց հիմա դժվար կացություն է տեսնում եք այստեղ Pacific Palisade-ն եք տեսնում, տարբեր տարածքը փակեն են, ժողովրդի ուշադրությանն են բերում, եթե Pacific Coast Highway գնում են, այստեղ տեսեք անձրևի հետևանքով մեքենաներ, եթե կարողացաք տեսնել, որոշ տարածքներ տեսնում եք դժվար կացություն է, տեսեք այդ ցեխը մադը իջեցրել է սարերից, այսպես տեսնում եք, տեղի ունեցող սրանք հարավային Կալիֆոռնիայում տարբեր տեղեր տարածքներ այս վիճակում են գտնվում եւ այսօր կիրակի է, բայց եւ այնպես
շարունակվելու է, անձրևները շարունակվելու են, երևի մինչև չորեքշաբթի օր դուք ուշադիր եղեք, ուր եք գնում, դրանքից նաև հրդեհ է տեղի ունենում որոշ տարածքներում, այստեղ տեսնում եք evacuation order կարող է հրաման տան, տարբեր տարածքներում ասեն ձեր տունը թողեք, հեռացեք եւ այս շաբաթ գիշերվանից մինչև այս առավոտ մտահոգություն ունեին Topanga Canyon լրիվ փակեն են անցյալ անգամ նաև փակեն են երբ որ անձրև էր տեղի ունենում այսպես տեսնում եք դուք ուշադիր եղեք ուր եք գնում սկզբից ճշտեք իսկ սա արևմտյան մեր արևմուտքում էր տեղի ունենում Pacific Palisade իսկ արևելյան մասում Altadena-ում հիմա այստեղ տեսնում եք Altadena-ն եք տեսնում այստեղ պարոն Քուրքաջյանն է ցույց է տալիս ասում է դեռ մի դեպք չի պատահել բայց հույս ունեն որ դժվար կացություն չստեղծի բայց որոշ տարածքներում տեսնում եք այսպես տիղմը ցեխը իջեն է Երբ չգիտենք հիմա ինչպես է ընթանալու, հետևեք հրահանգներին ձեր շրջապատի ղեկավարությանը, սիթի հրահանգներին։ Հիմա որոշել են, որ հրշեջները որոշ տարածքներում մնան այդ տարածքներում եւ տեսնում եք այս թրակներն է, որ ցեխը տիղմը տանելու են, տեսնում եք ամենտեղ անցյալ անգամվա նման չի լինելու Այս անգամ պատրաստ են աշխատանքը անմիջապես կատարելու դրա համար տեսնում եք fire department այնտեղ է այդ տրակները աշխատանք կատարողը city այդ տեղերում են Ես ուզում եմ հիմա խոսել նաև թռիչքների մասին գիտեք թռիչքները խիստ խանգարված էին հիմա Նրանք, որ աշտարակների մեջ աշխատում էին, որ ուղում էին օդանավները նստեն կամ բարձրանան եւ TSA-ը Transportation Safety Agency-ները այդ ոստիկանները ինչ որ օդանավակայաններում աշխատում էին, մի մասը չէին գալիս, որովհետեւ աշխատավարձ չէին ստանում։ Գիտեք 43 օր կառավարությունը իր աշխատանք կանգնեցրել էր, ուրեմն ոչ ոք աշխատավարձ չէր ստանում։ Եվ դրա համար նախարարությունը transportation-ի երթևեկության նախարարը Դաֆի անունով ասել էր որ ավել քիչ թռիչքներ տեղի ունենա որտեվ կոնտրոլ անելը դժվար է ահավոր դեպք չպատահի հիմա ասել էին որ հասցրել էին 6% 8% եւ ահա այսպես բարբերաբար 10% կարող է 12% իջեցնին իսկ երբ որ հիմա որոշվեց կառավարությունը ասաց որ աշխատավարձ տալու են դեմոկրատ ռեփաբլիկանները համաձայնվեցին նախագահը ստորագրեց որ աշխատավարձը վճարեն ուրեմն հետ են վերադառնում իրենց աշխատանքին այստեղ տեսնում եք 3% թռիչքների էլի կրճատում է լինելու մինչև բոլորը կան եւ աշխատանքը սկսեն այստեղ տեսնում եք այդ դեպքը 70% իրենց աշխատավարձը որ չէին ստացել 70%-ը 43 օր աշխատավարձ չեն ստացել այդ 70%-ը կվճարեն հետո մնացած 30%-ն էլ հաջորդ իրենց երբ որ աշխատավարձ ստանան այդ ժամանակ կվճարեն եւ մի սպասի որ դժվար չլինի ճամփորդելու եք մանավանդ Thanksgiving է գալիս կարող է շարունակվի մասամբ դժվարությունները Բայդենի օրոք Բայդենն ասել էր որ եթե թռիչքները ուշանա 3 ժամ եւ ավելի թռիչք ուշանա անձը այսինքն ճամփորդը պետք է իրեն քաշ տան այդ ուշացման համար 3 ժամից եւ ավելի ուշացում կար պետք է իրեն հոթելի փող տան, ուտելիքի փող տան հիմա այդ օթանավի ընկերությունները գիտեք մոտիկ հարաբերություն ունեն այս հիմիկվա Թրամփի վարչակազմի հետ ամենը բիզնեսմեններ են նախարարներ են եւ այդ օրենքը բեկանել են այսինքն եթե կլինի եթե ուշացում լինի եւ այլն
Ստիպված չի օդանավի ընկերությունը վճարի կամ ուշացման համար հիմա քանի ժամ կուշանա եւ այլն կարողացան վարչակազմի Թրամփի ամոզեն, որ այս օդանավի ընկերությունները խոշոր ընկերություններ են ամոզեն, որ այդ օրենքը բեկանի եւ այդպես է հիմա տեսնում եք այստեղ իրենք բացատրում են, որ եթե պետք է մենք վճարենք ուշացման եւ այդ հարցերի համար, ուրեմն տոմսակի գինը հետո պետք է ավելացնենք, այդ պատճառաբանությունն են արել, ուրեմն սրանից հետո եթե ուշացավ եւ այլն շատ չէ կարող բողոքել, այդպես է լինելու։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Տաթարի Չինաստանի մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը։ Raffi's Market-ը Բրբանկում է գտնվում, Գլենդելի արևանության, իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Court Furniture հովանավորում է ծրագիրը։ Central եւ Մրթել փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում Court Furniture-ը, նոր մատրես եթե պիտի գնեք, գրասեղան, սեղան, աթոռներ նաեւ բոլորը կարող եք գնել Court Furniture-ից։ Court Furniture-ը 100-ից ավել խանութ ունի Ամերիկայում, որովհետեւ ապրում է երևի Court Furniture գոյություն կունենա ձեզ մոտիկ։ Orange County-ում 405 Freeway եւ Euclid փողոցի հատման կետում է։ Santa Ana-ում խանութներ ունեն, New York-ում, Miami-ում, ուրիշ San Francisco եւ այլն, որ բնակվում եք, Court Furniture կգտնեք այդտեղ։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը։ Եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում կամ accident ունեք, զանգարեք այս հեռախոսահամարին կվերադառնա։ Նախագահ Թրամփը պայքար է սկսել բիզնեսային պայքար Չինաստանի դեմ եւ ուրիշ երկրների իհարկե, բայց հիմա ես այսօր կենտրոնանում եմ Չինաստանին վերաբերող հարաբերությանը։ Չինաստանը 400 բիլիոնից ավել ապրանք էր ղրկում Ամերիկա, այստեղ մարդիկ գնում էին։ Եվրամիությունից հետո, Եվրամիությունը բոլորը իրար հետ մի փոքր ավել բիզնես ունեն Ամերիկայի հետ, քան թե Չինաստանը։ Իսկ նախագահ Թրամփ ասաց 47%-ով որոշ հարցերին վրա պետք է հարկ վճարի Չինաստանը։ Իրենց համար մտահոգություն չի, հին ժամանակ այդ ահավոր կլիներ Չինաստանի համար, բայց իրենց բիզնեսը այնպես ընդլայնել են, այնքան բիզնես ունեն աշխարհի բոլոր երկրների հետ, որ Ամերիկան ինչ որ ասում է, անգամ ուշադրություն չեն դարձնում։ Նախապես այդպես չէր, իրենց մեծ մտահոգությունը կարող էր լինել, բայց հիմա Չինաստանը ուրիշ երկիր է դարձել։ Հիմա այստեղ տեսնում եք Ամերիկան այդ բերումով հիմա այստեղ տեսնում եք ավել քիչ բիզնես ունի Չինաստանի հետ, քան թե նախկինում 38 բիլիոնով ավել քիչ առևտուր ունի։ Եվ ուրիշ երկրները տեսնում եք, սրանք պակսել է բիզնեսը Չինաստանի հետ։ Իսկ երկրները, որ բիզնեսը շատացել է, սրանք բոլորը երկրներն են, որ Չինաստանի հետ ավել խոշոր բիզնես ունեն։ Օրինակի համար, սա իհարկե 2024-ը ես երրորդ եռամսյակը 2024-ի համեմատում եմ երրորդ եռամսյակ 2025-ի, նույնը այստեղ էլ երրորդ եռամսյակներն է համեմատում եմ։ Այստեղ տեսնում եք օրինակի համար Չինաստանի հարաբերությունը Եվրամիության հետ 15 բիլիոնով այս խոշորը ինչ որ տեսնում եք ավելացել է իրենց բիզնեսը Եվրամիության հետ։ Այստեղ տեսնում եք նաև 12 բիլիոնով Հոնկոնգի հետ բիզնեսը Չինաստանի, իհարկե Հոնկոնգի մա իրեն մասն է, բայց ավել շատ բիզնես ունի մայրը հողը Չինաստանի իրենց հետ։ Իսկ այստեղ Վիետնամի հետ եք տեսնում, որ մոտարապես 11 բիլիոնով ավել առևտուր են։ Եվ բոլոր այս երկրներն են, որ այսպես աճ է ցույց տալիս, այսինքն Ամերիկան եթե մի բան ավել քիչ է գնում, կարևոր չի իրենց համար, որովհետև աշխարհի հետ հիմա խոշոր բիզնես է ստեղծել Չինաստանը, դրա համար շատ ստիպված չի ուշադրություն դարձնի, որ Ամերիկան ինչ է ասում, հարկ կպահանջի, չի պահանջի,
իրենց մտահոգության նյութը չի։ Այստեղ տեսնում եք հիմա էլեկտրական մեքենաներ, տեսնում ենք էլեկտրական մեքենաներին կապող Չինաստանի, տեսնում եք ուրիշ երկրների հետ խոշոր առևտուր է անում, եթե մեծացնենք մի հատ այս մասը, Ամերիկայի հետ տեսնում եք 40%-ով իջեցրել է բիզնեսը, բայց աշխարհի հետ իր բիզնեսը Աֆրիկայի հետ, Ասիայի ուրիշ երկրների հետ շատացել է։ Այստեղ տեսնում եք մնացած աշխարհի երկրներով փոքրացրել է, բայց մեծամասնություն ավել շատացրել է։ Բատերիները ինչ որ օգտվում են, տեսնում եք աշխարհի ուրիշ երկրների հետ 78%-ով Չինաստանը դարձել է ամենախոշոր բատերի առաջարկող կամ վաճառող երկրը, 78%-ով բարձրացրել է։ Այստեղ Աֆրիկայի հետ տեսակ շատացել է իր բիզնեսը եւ Եվրոպայի հետ նաեւ Եվրամիության հետ տեսնում եք այստեղ։ Ամերիկայի հետ իր բիզնեսը իջել է, բայց աշխարհով մեկ ամեն տեղ բարձրացրել է առևտուրը։ Solar panels, գիտեք այդ տների վրա տեղադրվող solar panel-ը աշխարհի ամենամեծ solar panel արտադրողն է Չինաստանը, որևէ երկիր այդքան չունի։ Տեսնում եք բոլորի հետ, Աֆրիկայի հետ, Եվրամիության երկրների հետ, Ասիայի երկրների հետ, Ամերիկայի հետ նաև solar panel-ը գալիս է Չինաստանից այստեղ եւ ուրիշ երկրները աշխարհի 10%-ով իջել է, բայց ամեն տեղ ավել շատ առևտուր ունի, անգամ ասացի Ամերիկան աշխատում է ուրիշ ոլորտում պատժի Չինաստանին Թրամփի հրամանով, բայց տեսնում ենք ինքը solar panel-ի համար հենված է Չինաստանի վրա։ Տեսնում եք երկաթը եւ պողպատը, այսպես տեսնում եք ամեն տեղ ավել շատ է վաճառում, ասացի 2024-ի երրորդ եռամսյակը, ես ինչ որ ցույց էի տալիս երրորդ եռամսյակի հետ, որ մենք ավարտել ենք 2025-ի երրորդ եռամսյակը, այսպես աճ է ցույց տալիս ամենտեղ Չինաստանը։ Դրա համար է, որ ձեզ բացատրում էի, որ ինչու ուշադրություն չի դարձնում Թրամփի ինչ ասում, իրենց համար կարևոր չի, բանակցում են, բայց ուշադրություն չեն դարձնում։ Իսկ ինչ ուզում եմ այստեղ ձեզ ցուցադրել նաև, ինչ որ տեսնում եք այս գիծից վերև փոփոխությունն է։ Այդ գիծից վերև տեսնում ենք Ամերիկային ինչ է ղրկում export Չինաստանը ինչ է ղրկում Ամերիկա ձեզ մի քիչ առաջ ցույց տվի, որ ընդհանուր պակսել է, բայց որ ոլորտում է, որ իջեցրել է իր էքսպորտը։ Տեսնում եք շատ քիչ բան կա, որ ավել շատ է, քան թե նախքան այս electric wires ավել շատ է Չինաստանից հիմա գալիս, քան թե անցյալը։ Նորից տեսնում եք անցյալ տարվա երրորդ եռամսյակը 2024-ի եւ 2025-ի տարբերությունն է, ինչ որ համեմատում ենք։ Տեսնում եք ահա այստեղ նրանք որ շատացել է կամ պակսել է։ Այստեղ տեսնում եք համբյուտերը օրինակ 6 բիլիոն ավել քիչ համբյուտեր հիմա ղրկում է Չինաստանը այստեղ վաճառքի համար։ Հեռախոսը, որ Apple-ը բոլոր Չինաստանից էլ գալիս, հիմա ավել քիչ է գալիս, 5.7 բիլիոն է, ավել իջել է 5.7 բիլիոնով իջել է։ Նույն հարցերը այստեղ տեսնում եք, decoration-ին կապվող է, այսքան այստեղ տեսնում եք պակսել է, անցնում ենք ուրիշ ամեն ոլորտում ամենայն դեպս քիչ արտադրանք ունի, քիչ ղրկում է այստեղ խաղալիք օրինակի համար այստեղ տեսնում եք ավել քիչ խաղալիք է ղրկում Չինաստան այստեղ ամենայն դեպս ամեն ինչը պակսել է Չինաստանից ինչ որ գալիս է այս երկիրը, բայց իրենց համար քիչ առաջ ցույց տվի որ հարց չի, որովհետև ավելացրել է այդ իրենց արտադրած ապրանք ուրիշ երկիր է ղրկում։ Իսկ վերջավորությանը այստեղ տեսնում եք սա Ամերիկան է ինչ որ բիզնես ունի Չինաստանի հետ
Սա մնացած աշխարհի երկրներն է, տեսեք այս տարիների ընթացքին 2002-ից 3-ից մինչ հիմա տեսեք Չինաստանի բիզնեսը աշխարհի հետ ինչքան բարձրացել է, այսինքն Ամերիկային այդքան էլ տեսնում եք սա բիզնեսն է Ամերիկայի հետ, համեմատեք աշխարհի հետ, հիմա Ամերիկան ավել սահմանափակումներ կտնի, հարկեր կպահանջի, եթե մի քիչ էլ փոքրանա իրենց բիզնեսի վրա այդքան ազդեցություն չի կարող ունենալ, ես ուզեցի ցույց տալ, տեսեք կախված չի անցյալում շատ կախված էր Ամերիկայում արտադրանքը ղրկեր Ամերիկա, բայց հիմա իրենք մտահոգ չեն, աշխարհի հետ բիզնես են սկսել եւ մի քիչ ամերիկան բիզնեսը իջնի եւ այլն ընդհանուր բիզնեսի վրա չի տարբերում։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ շիմպանզեի մասին խոսեմ, հետո նրանից հետո մարդիկ, որ օրենքները չեն հետևում, ծրագիրը հովանավորում է դոկտոր Էբրահիմը հովանավորում է ծրագիր, եթե թաթի վրա թաթի տակ վերք է լինում, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգարեք այս հեռախոսը համարին։ Գլենդելում 616 իսկ Գլենոքս փողոցի վրա է գտնվում, նաև Էնսինոյում գրասենյակ ունի եւ Commerce քաղաքում, իսկ Orange County-ում նաև գրասենյակ ունի։ Ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը։ Սոնաֆե տարեցների կենտրոնը իրենք բաց ունեն, մինի բաց ունեն, ձեզ կտանեն ու կվերադարձնեն, այնտեղ կարող եք լավ ժամ անցկացնեք ձեր հասակակիցների հետ, խաղեր կա եւ այլն։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը։ Jackpot ձեզ է առաջարկում, հասցեն տեսնում եք այստեղ North Pacific փողոցի վրա է գտնվում, նոր հագուստներ են բերել, կոշիկներ են բերել, արտասահմանից բերված է սրանք եւ պայուսակներ, կանացի պայուսակներ կարող եք գտնեք Jackpot կվերադառնա։ Մի երիտասարդ Էլիջե Բրաունը Նյու Յորքում գալիս է, ատրճանակ ունի, սկսում է սպառնալ բոլորին, տեսանյութը։ Տեսնում եք այստեղ, վերջո մարդիկ լուր են տալիս, գնում էր գալիս են այստեղ 95 եւ այդ փողոցի անկյունում, պոլիսը իրեն հետևում ասում է կանգնիր, հանկարծ ատրճանակը հանում է կրակում է դեպի պոլիսները եւ պոլիսները կրակում են ու այս 20 տարեկան երիտասարդը հիվանդանոցի առաջ մտահոգ էին որ կմտնեն Mount Sinai հիվանդանոցը Medical Center, որ Նյու Յորքի ամենամեծ հիվանդանոցներից մեկն է, այսպես կրակում են եւ մահանում է այս 20 տարեկան երիտասարդը, ատրճանակների իրեն է տեսնում, մուսիկաներն եք տեսնում ինչպես այսպես ոնցածի բոլոր վարգացած են այս երկրում։ Ես ուզում եմ հիմա ձեզ ցույց տալ շիմպանզեն ցույց տալ, որ այսպես Գազանանոցից Ինդիանապոլիս, Ինդիանայում փախուստ է տալիս առավոտյան ժամը 11-ին, տեսեք խոշորը սա մտահոգ են բարձրանում է, երեխաները բասերի մեջ եկել էին, որ տեսնեին այս կապիկներին եւ այլն, այսպես տեսնում եք ամբուլանս են բերում երեխաներին բասի մեջ, որ փոքրիկ էին, բասերում ասում են մնան, ապահով է տեսնում եք բասերն եք տեսնում, որ այդ երեխաներին հրամանն է, որ մնան բասերի մեջ ու դուրս չկան այդ երկրորդ բաժանմունքի մտածեք հիմա 7 տարեկան այդպես տարիքների մնում են, մինչև կարողանում են կրակեն իրեն, իջնում է ցած կրակում են, հետո երբ որ հանգիստ է լինում, իրեն տեղափոխում են այս շիմպանզեին։ Ես ուզում եմ ցույց տալ մարդիկ, որ անռուլի չի լինում իրենց կառավարել։ Հիմա այստեղ ես ցուցադրեմ, տեսեք մեկ մեքենա, քիչ հետո նորից սա կտեսնեք։ Բայսիկլով անձը գալիս է, հարվածում է մեկ մեքենայի, ինքն էլ վայր է ընկնում, բայց իրեն մի բան չի պատահում։ Տեսեք մյուս բայսիկլն է։ Կամ սրանք, որ հարյուրավոր
Մասաչուսեթում փողոցում են գնում են եւ պատկերացրեք 5-6 հատ ոստիկան ինչ պիտի անի իրենց տեսնում եք կամ այս տղան պատանի տղա է բայսիկլով այսպես ժամեր ֆռում է իրեն հետևում էին որպեսի Ֆլորիդայում տեղի ունեց վերջ կանգնում է սա առաջինն էր որ մեկը իր այսինքն մոտորսիկլետով այս մեքենային դիպչում է ու հրդեհվեց քիչ առաջ տեսակ այդտեղ Ֆլորիդայինի քիչ առաջ 15 տարեկան էր եւ սա Կալիֆոռնիայում եք հիմա տեսնում Սելինես մեր հյուսիսում եւ այս ում որ բռնում են իրեն մոտորսիկլետը իմփաունդ են տանում մի ամիս պահում են գիտեք բավական ծախս է լինում մեքենա կամ մոտորսիկլետը տանեն երբ որ այսպես փողոցում մոտորսիկլետը վարում են բարձրացում հետո վայր են ընկնում դիպչում են ուրիշին վնասում ամենայն դեպս պոլիսը ասում էր որ մենք ուրախությամբ ձեր մեքենաները կամ մոտորսիկլետները կտանենք կպահենք հետո եկեք գնացեք դատարան որը ծախսը հազարավոր դոլար է լինում մինչև իմփանդին վճարել պոլիսի տիկետը վճարել այսպես որտեղ ասացի իմփանդում մեկ ամիս պահում են իմփանդը էժան չի դրա համար պետք է երիտասարդները ուշադիր լինեն պոլիսի հրահանգները լսել թե չէ մեծ գումարներ պետք է ծախսեք անտեղի կամ վնասներ գրեք այդպես unruly people ինչ որ օրենքը չհետևող մարդիկ դժվարություն է ստեղծում ծրագիրը հովանավորում է Yugo Shipping հովանավորում է ծրագիրը Yugo Shipping գտնվում է Հոլիվուդ քաղաքում Լոս Անջելես տեսնում եք այստեղ եթե մի ծանրոց իրեն որևէ չափի հանձնեք հաջորդ ծանրոցը անվճար Հայաստան են ղրկելու նավի միջոցով իսկ նաև օթանավի միջոցով կարող եք ծանրոց ուղարկել Հայաստան մի փաունդը օթանավի միջոցով մի փաունդը $2.99 ընդամենը պիտի վճարեք նաև գումար կարող եք փոխանցեք Երևանում տանեն գումարը ձեր այսինքն ձեր ազգականի տանը հասցնեն ընդամենը 2% են պահանջում ծրագիրը հովանավորում է Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը Անաշե գիֆտում դուք կգտնեք պնակներ, բաժակներ, ամեն տեսակ եւ նաեւ այս կոֆեի էլեկտրական է ամանը պատրաստելու կոֆե պատրաստելու համար ընդամենը քինի իջեցրեն են $9.99 կարող եք այցելել Գլենոքս փողոցի վրա է գտնվում Գլենդելում է Բրբանկի արևանության կվերադառ Bioluminescence ուզում եմ ցույց տալ Նյու Զիլանդում տեսեք օվկիանոսն է այդտեղ տեսնում եք կապույտ այսպես դարձերն է կենսալուսարձակումն եք տեսնում այստեղ Նյու Զիլանդում տեսեք ինչ գեղեցիկ տարածք է ստեղծել մարդիկ գնացել են եւ նկարում են հաճույք են տանում ինչ որ տեղի ունենում Նյու Զիլանդում իսկ ես վերջավորության ուզում խոսեմ ես գիտեմ ձեզ ասել էի 980 միլիոն էր այս մեգան որը տեղի ունեցավ ուրբաթ օր մեկ հոգի կարողացել է բախտավոր լինի որ այդ 980 միլիոնը ստանա որ 452 միլիոն cash կտան իրեն, եթե չի ուզում 30 տարվա ընթացքին լինի, այստեղ ես ուզում եմ ցույց տալ մեկ հոգի շահերն է, այս $980 միլիոն Ջորջիայում է եւ ուրեմն այստեղ այս շրջանում ոչ ոք չի կարծել շահել գումարը ինչ որ cash պիտի ստանա 452 միլիոն եթե cash վերցնի Եթե 30 տարով չի ուզում ստանա, այսքան կարող է մեկ անգամից cash ստանա, բայց պետք է tax վճարի։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, միշտ նոր հանդիպում։